Նորմալ է, երբ Փաշինյանը իրեն չընտրող 100 հազարավոր քաղաքացիներին անվանում է շունուշանգյալ։ Դրա ի՞նչն է նորմալ։ Հելակա լավ ուրիշ բան չի ասում։ Մարդ իրա բաներին շունուշանգյալ կասի, այն ինչ խոսք է, թե եկեղեցու չուլան կասի։ Ճիշտ է այդ եկեղեցու չուլան անվանում։ Այն վաղ ինչքան իրան հարգում էի 18-19, հիմա այդքան իրան անցկեն տալիս։ Շունուշանգյալ, մի շունուշանգյալ էլ ինքն է, դրանից առաջ էլ որ ասում էր թե դա ես ինչեր են ասում, շունուշանգյալ են ասում, նույն ինքն է կրկնում, շուն ինքն է իր ընտանիքով, իր հերը 100 անգամ ասեց մի ընտրեք, ինքը լավ բան չի բերելու, ու հիշում եք ինքը գնաց Լենինական, առաջի անգամ ոտքով էր, հələ ակլոր կտրած գնում էր, այն Մարիամը, որ ասեց դուք խաբեցիք իմ ժողովրդին, եւ դա ամենախելացի աղջիկներ, ամենախելացի։ Եվ ինքն ասաց, դուք խաբեց, դուք ոչինչով չեք տարբերվում։ Ճիշտ էր ինքը։ Ինքը նոր ընտրված էր, հələ ակլոր էր կտրում ու խեղճ մեր ժողովուրդը հավատում էր, ինչ անի, այդ խելագարին։ Եթե այսպես շարունակվի, մեր Հայաստանի Ղարաբաղը արդեն գնաց, արդեն 1-0 է։ Շո, մեր դիվանագիտություն չկա, չեք կարող։ Դե որ մենք Շունուշանգյալն ինչ պիտի իրան ընտրենք։ Ես ասել եմ, իրան խոսույթը զրոյական է կարամ ասեմ։ Դաժե մեկ էլ չէ զրոյական է, որովհետև ինքը խոսալու տոն չգիտի, ձև չգիտի։ Մեկ սենց է խոսում, մեկը նենց է խոսում։ Չգիտեմ։ Կարամ ասեմ զրոյական է նրա խոսակցությունը, ուրիշ ոչ բան։ Ինքը էշ է։ Ես օրինակ շանը կընտրեմ, էշին չեմ ընտրի։ Չի կարելի։ Հասկանում ես, չի կարելի։ Ես չեմ ասում այդ բառերը, տեսել եմ, քանի անգամ դրել եմ, նայել եմ, տեսել եմ, չի կարելի էլի, այդպես բաներ չի կարելի, պետք է տարբերվի, չէ, մեկը մյուսից, ղեկավարը բանվորից, բանից իր գիտությամբ պետք է տարբերվի, չի տարբերվում։